Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախորդ շաբաթվանից քննարկում ենք դատախազության զեկույցը եւ ականատես ենք մի հետաքրքիր տեսարանի նաեւ, այսպես ասած վիզուալիզացիայի, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը բնականon ճանապարհով ընթանում է եւ շուրջ $600 միլիոն հասնող դրամական միջոցներ եւ գույքեր ուրեմն արդեն վերականգնվել են եւ միլիարդավոր դոլարների գույքեր ու դրամական միջոցներ էլ քննության փուլում են եւ գնահատման փուլում են եւ ահա ազգային ժողովում ինձանից ձախ նստած է այսպես ասած հայցվոր կողմը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ժողովրդի պատասխանող կողմը Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց ուրեմն մերձավոր շրջանակների եւ ուրեմն գլխավոր դատախազը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայացուցչի եւ նրա զեկույցը, որտեղ արդեն մենք տեսնում ենք մեր քաղաքական հանձնառության արդյունքները թվերով եւ ինչն ամենակարևորն է, սիրելի հայրենակիցներ, այդ թվերը ձևավորվել են բացառապես իրավական եւ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Այսինքն մենք չենք գնացել վենդետաների ունեցված խլելու, մեջ անելու ճանապարհով, մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ եւ ծանոթներ։ Տիկին գլխավոր դատախազ մենք շատ հաճախ ենք հանդիպում մարդկանց եւ վստահ եմ դուք եք լսել այս պահանջը, մի շարք մարդկանց բռնելու մասին։ Այս ցուցակում առաջինները բնականաբար Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են, բայց այս դահլիճում էլ կգտնենք մարդկանց, որոնք ըստ էության առաջին հորիզոնականներում են, ըստ էության top 10-ում են գտնվում այն անունների, որոնց մասին մեր հայրենակիցները մեզ անընդհատ ասում են եւ գրեթե մեծամասնությունը ունի այս պահանջը։ Բայց ես ուրախությամբ եւ վստահաբար պետք է արձանագրեմ նորից, որ սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, մենք չենք գնացել եւ չենք գնալու սեփական քմահաճույքով գույքեր խլելու, առանց որևէ իրավական հիմքի մարդկանց բռնելու, ունեզրկելու ճանապարհով, երկիրը չենք տանելու կործանման, որովհետեւ դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ եւ ամենակարճ ճանապարհը։ Կարճ ասած, մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ ավելի պատկերավոր ասած Սերժ Քոչարյան, որովհետեւ մեզ համար ավելի կարևոր է, որ չլինեն անմեղ ազատազրկված մարդիկ, քան մի քանի մեղավոր եւ անգամ մի քանի սրիկա լինեն ազատության մեջ, որովհետեւ մեղավորների պատասխանատվության ժամանակը վաղ թե ուշ գալու է, իսկ անմեղների ժամանակը այլևս հետ չես բերի։ Մենք դրա ականատեսը նաեւ լինում ենք, տեսնելով թե ինչքան անմեղ մարդիկ են հայտնվել անազատության մեջ քաղաքական քմահաճույքներով։ Բայց խոսելով ժողովրդի մի մասի զայրույթի մասին, այս կամ այն մարդուց, այս կամ այն գույքը վերցնելու, ուրեմն վերականգնելու մասին, այս կամ այն մարդուն բռնելու մասին, մի երևույթի էլ ես կուզեմ անդրադառնալ, շատ են գույքերը, աչք ծակող գույքերը Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երևանում, որոնք մի տեսակ էմոցիոնալ եւ ընկալումների մակարդակում ազդում են մարդկանց ներվի վրա եւ ընկալման մակարդակում նաեւ ստվերում են այն թվերը, այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք։ Եվ մենք ունենք ձեռքբերումներ, որովհետև շատ երկրներ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի արդյունքները տեսնում են շատ ավելի երկար ժամանակամիջոցում, քան մենք ենք այսօր տեսնում։ Եվ այդ գույքերը հիմնականում կենտրոնացած են Երևանում։ Ասենք կենտրոնում, որ կանգնում ես Մայր Հայաստանի կողքին, տեսնում ես Վերեխոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիա եւ թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մանումենտով բարձրանում ես ձախի վրա, տեսնում ես ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե, եւ սենց մարդիկ մեր քաղաքացիները կարծում եմ նաեւ այնքան արմատացած եղել կոռուպցիան եւ թալանը Հայաստանի Հանրապետությունում եւ ավանդույթի նաեւ մշակութային արդեն ինչ որ բանա դարձած եղել Հայաստանում, ազգային բանա դարձած եղել Հայաստանում, կոռուպցիան ու թալանը, որ մեզ ինչ որ էմոցիոնալ եւ ընկալումների մակարդակում նաեւ ինչ որ քաղաքական միգուցե միջոցառումներ են պետք, ես չգիտեմ ինչեր են պետք, բայց այդ աչք ծակող գույքերը ես կարծում եմ դրանց հետ ինչ որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք ուրեմն կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում, ես հույս ունեմ, որ այս իմ թվարկած աչք ծակող գույքերը քննության եւ անգամ գնահատման փուլում են գտնվում։
Եվ քանի որ խոսեցի կոռուպցիա եւ թալանի հուշարձաններից, պետք է վերադառնամ ուրեմն ազգային ժողովի դահլիճ, կոռուպցիա եւ թալանի կենթանի հուշարձանների մոտ, Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների մոտ։ Նախորդ շաբաթվա վերջին մեր գործընկեր ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ մի շարք ֆանտաստիկ հայտարարություններով, ֆանտաստիկ ոչ թե դրանց առանձնահատկությունների, այլ անհնարինության իմաստով։ Խոսեց, ինձ թվում է, սա փորձ է ուրեմն մաքրել որոշ մարդկանց շատ կեղտոտ անունները, փորձ անելով մեզ հավասարեցնել եւ մեզ ուղղել նույն մեղադրանքները, որոնք ըստ էության իրականության մեջ վերաբերելի են բացարձակապես իրենց։ Մեզ ասում են, որ մենք թալանում ենք, մեզ ասում են, որ մենք դարձել ենք ամենահարուստները եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության այս տեքստերը ասում են շատ լավ իմանալով, որ թե իրենցից սկսած մինչև Հայաստանի ամենահեռավոր համայնքում գտնվող մեր հայրենակիցը գիտի, որ սա բացարձակ սուտ է։ Օրինակ, պարոն Մինասյանը ինձ շատ է հանդիպում ավտոկայանատեղիում մեր ազգային ժողովի եւ օրինակ իմ մեքենան իր մեքենայից ավելի էժան է։ Ես իշխող խմբակցության քարտուղարն եմ, ինքը ընդդիմադիր։ Սենց ոնց կլինի։ Հիմա կարողա որ դուք սուտ դուրս չգաք, պարոն Մինասյան, մի հատ հասկանանք ձեր խմբակցությունից ում մեքենան է հարմար, փոխվենք, իմ մեքենան տամ ձեզ, ձեր մեքենան տվեք ինձ, որ ճիշտը վերականգնվի ու դուք սենց սուտ դուրս չգաք։ Կարանք քննարկենք այս հարցը, ես բացարձակ ուրեմն այս բանին փոփոխությանը դեմ չեմ լինի, անկեղծ ես ասեմ, բայց նման տեքստեր ասելուց առաջ ես ձեզ խորհուրդ կտամ նայեք Սերան Օհանյանի աչքերի մեջ եւ կտեսնեք մի քանի հարգանի առանձնատուն։ Կպտտվեք հետ կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ կտեսնեք հեկերը, կնայեք Աղվան Վարդանյանի աչքերի մեջ եւ կարող եք դիտել թե ինչպես են օրինակ Դավթաշենից մի կտոր պոկում դարձնում Զովունի, որ տնեն վրան հարմար տուն սարքեն։ Կնայեք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ նման տեքստերից առաջ տեքստեր ասելուց առաջ ուտ կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետքա լինեին։ Վերջապես կնայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի 1-ը, կտեսնեք Պողոս Պողոսյանին, կտեսնեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, պարոն Մինասյան, նման տեքստեր ասելուց առաջ։ Ու ընդհանրապես իրար աչքերի մեջ շուշուտ կնայեք ու իրար աչքերի մեջ կտեսնեք Արցախի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի տեղահանման։ Ու հետո գալիս եք այստեղ խոսում եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին թիրախավորելուց։ Այդ դուք չէիք, որ այստեղ միտինգներ եք անում հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում եք, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը լքի իրենց հայրենի հողը, չպայքարի իրենց իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ կառավարության դիմացի ձեր միտինգներին։ Դրանից այն կողմել ոչ կարելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին։ Այդ մարդկանց չթողեցիք իրանց իրավունքների համար պայքարեն, բերեցիք Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ հելել եք իրանց վերադարձի մասին եք խոսում, խեք խափում այդ ժողովրդին ու սուտ պատրանքներով ներարկում։ Ախր դուք էլ գիտեք, որ դուք սուտ եք խոսում, չեք ամաչում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդից, որ շարունակում եք սին պատրանքներով, ուրեմն խափել ձեր քաղաքական նպատակներ իրականացնելու համար։ Հայ ժողովրդին թիրախավորելով ձեր քաղաքական նպատակներ իրականացնելը ձեր հազարամյա, հարյուրամյա քաղաքական կոդի մեջ է եւ դա չի փոխվում։ Թիրախ դարձնել հայ ժողովրդին, լուծել սեփական քաղաքական եւ սեփական հարցերը։ Դա ձեր քաղաքական կոդն է։ Այն որ ձեզանից մեկը ստեղ ինչ որ քաղաքական կոդերից էր խոսում։ Եվ ժամանակը ավարտվում է ամփոփելով խոսքս, սիրելի հայրենակիցներ, մի բան էլ այդքան որ խոսում եք, մի հատ եկեք ստեղ ու նախ ձեր վերաբերմունքը որպես խմբակցություններ արտահայտեք Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, օրինակ առայն, որ հայերն են սկսել պատերազմը Ադրբեջանի հետ։ Մի հատ եկեք ստեղ խոսեք, հասկանանք, տեսնենք այդ դուք ովքեր եք եւ ում հետևից եք գնում ընդհանրապես եւ ինչի համար։ Եվ ամփոփելով խոսքս։ Սիրելի հայրենակիցներ, Թալանի վերադարձը, կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական հանձնառությունն է, մեր ինքնությունը, եւ որքան էլ շատ լինեն խոչընդոտները, մենք հասնելու ենք այն արդարությանը եւ արդարադատությանը, որի համար սկսել ենք պայքարել 2018 թվականից։ Տիկին գլխավոր դատախազ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ակնկալիքները ձեզանից չափազանց մեծ են։ Հայաստանում հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել, մարտի 1-ը տեղի ունեցել, քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, միլիարդավոր դոլարների թալան է տեղի ունեցել, հարյուրավոր մարդկանց ունեզրկում է տեղի ունեցել եւ այս ուրեմն ակնկալիքների առաջին հասցեատերը հողի վրա աշխատանքի իմաստով դուք եք, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ շնորհակալություն կատարված աշխատանքի համար։
Վահագն Ալեքսանյան, համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ես բանկեղծ խիստ ողջունում եմ, որ մեր ընդդիմադիր թևը ազգային ժողովի լիովին ու ամբողջությամբ ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը դա անում են այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Հարգելի գործընկերներ, կոռուպցիայի դեմ պայքարի մասով ես ասեմ, մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի 5 տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում, որպես այդպեսին, սա որ իմանաք։ Որովհետև ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Որովհետև այդ process-ը օրինակ ոնց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք բանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Դենց հավաքվում եք, բան եք անում, այդ որոշումը կայացնում եք բոլոր դրույթները այդ օրենքի վիճարկում եք, ինչի համար։ Որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձի։ Հետո սահմանադրական դատարանում այդ գործը իհարկե պարտվում եք, դասական ընդդիմադիր անկարողության շրջանակներում, պարտվում եք այդ գործը, չկարողանալով պաշտպանել ձեր քաղաքական ղեկավարների ու նաև մասամբ նաև ձեր ապօրինի գույքը սահմանադրական դատարանում, ասում եք դե լավ, չկա, չենք կարողանում այս ապօրինի գույքի բռնագանձման դեմն առնենք, եկեք այս լարի վրա խաղանք։ Օրինակ ոնց է տեղի ունեցել, որ որոշել եք, չգիտեմ, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարից խոսալ։ Դա ուզում եմ հասկանալ։ Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար, իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS է գրել ձեր խմբակցությանը, ասել է հարգելի խմբակցություն, եկեք հավաքվենք այսօր։ Հետո ամբողջ խմբակցությունով գնացել հավաքվել եք, ենթադրենք կոնգրես հյուրանոցում, որը պատիվ ունի մի խմբակցության ղեկավարի պնդպան Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է։ Հետո այնտեղ այդ ապօրինի գույքի մեջ նստած կոնգրես հյուրանոցի, օրինակ նստել մտածել եք, ասել եք, այ արի դու այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսած, ես այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսամ, հետո եկել եք ստեղ ու ինչ որ բաներ եք խոսում, ժողովուրդ ջան, ես դեմ չեմ, նույնիսկ այդ պարագայում ես դեմ չեմ, եթե ձեր բարձրացրած հարցերը իրական են։ Իմացեք, ես ամբողջությամբ խրախուսում եմ, որպեսզի դուք որպես ընդդիմություն խոսաք իրական կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց դուք դա աղավաղում եք, ժողովուրդ ջան։ Որովհետև երբ որ ստեղից բան է ասում Տիկին Քրիստինե Վարդանյանը, ասում է մեկ անձից գնումով մանկապարտեզ են բանալ։ Մեկ անձից հետո նայում ես ասում ես ոնց մեկ անձից դու ես բանալում, ասես ոնց թե մեկ անձից։ Հետաքրքրում ես դեռ մեկ անձից չի, մրցույթ ա եղել։ Այստեղ արդեն խոսքի արժանահավատությունը կորավ։ Ասում է փող են կերել։ Հետո մի հատ էլ էս հետաքրքրվում տենում ես որ չի ընդունել քաղաքապետարան այդ մանկապարտեզի շինարարությունը, ասես լավ, եթե փող են կերել, ոնց շինարարությունը չեն ընդունել։ Ախր դուք ձեզանից լավ ոչ մեկ այդ ցիկլը չգիտի էլի կոռուպցիոն, դուք դրա բաներն եք, ոնց ասեմ, պրոֆեսորներն եք, դոցենտներն եք ու չգիտեմ ինչ սև գոտի 5-րդ դան եք դուք այդ հարցում, հասկանում եք, ախր բանա, երբ որ կոռուպցիա է տեղի ունենում շինարարության մեջ, սիստեմը սենց է, փողը ինչ որ մեկը մրցույթ է շահում կամ մեկ անձից գնում է տեղի ունենում, փողի մի մասը տալիս է մրցույթը հայտարարողին, անորակ աշխատանք է անում, մրցույթը հայտարարողն է գալիս է անորակ աշխատանքի վրա աչքա փակում, կատարողական ստորագրումը ասում ընդունեցի աշխատանքը։ Կոռուպցիոն ցիկլը համարվում է փակված։ Այն պարագայում, երբ որ մրցույթի հայտարարողը կամ գնում կատարողը աշխատանքը չի ընդունում, այդ ո՞նց է ստացվում, որ այդտեղ կոռուպցիա կա։ Այսինքն դուք հասկանում եք ձեր բանի աստիճանը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը որպես այդպեսին եկել հանգել է հետևյալ կետին, դուք որպես ընդդիմադիր խմբակցություն եկել հանգել եք հետևյալ կետին։
Եկեք տենանք քաղաքապետարանը որտեղ աշխատանք չի ընդունել շինարարական։ Գնանք ասենք այդտեղ կոռուպցիա կա, անորակ աշխատանքը ցույց տանք։ Այդ էլ ցավը տանեմ։ Դուք որպես ընդդիմություն ում եք պետք, եթե պետքա գնաք քաղաքապետարանի արդեն իսկ տեսածը ասեք։ Ինչի մասին եք դուք։ Եթե տեսածը այն է բանը, ինչ անում, քաղաքապետարանի փորձագետները կամ առաջ երկրորդ կարգի մասնագետները արդեն իսկ տեսել են այդ աշխատանքը չեն ընդունել, էլ դուք ինչ եք ասում։ Պարոն Մինասյան, ասում եք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան է։ Լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կայնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեկ պետք է փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում, 20 տարով հիպոթեկով տուն է վերցնում։ Դրա մասին ինքան հոդված է գրվում, որ չգիտեմ, բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Մի քանի միլիարդ ասենք։ Ես կամ ասում եք բանա, մեդիաները ավելի շատ ձեր, պարոն Մինասյան, անկեղծ մեդիաները ավելի շատ մեր ձեռքում են, հա։ Երկու հատ լրատվական երևի հանես դաշտի 100%-ը ձերն է ախր։ Մենք եկեք դուրս գանք, էլի ստեղից դուրս գանք հարգելի լրագրողներին, ասենք հարգելի լրագրողներ, ձեր խմբագրական քաղաքականությունը ո՞րն է։ Այդ չի կարելի այդքան արժե զրկել, էլի սեփական խոսքը։ Ես անկեղծ ասեմ, միջև այս վերջերս ես ինքս ստեղից ելույթներ եմ ունեցել, հարցազրույցներում եմ ասել, դուք որպես ընդդիմություն ձեր գործը ուրիշ է։ Եկեք իրական Հայաստանի դաշտ, խոսեք Հայաստանի իրական խնդիրների մասին։ Ողջունում եմ, որ դա վերջապես սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում Լեռնային Ղարաբաղից ու մնացածից, որ այդ բանը ձեր համար այդ առանցքային քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրների, բայց դա էլ որակով արեք, ես ձեզ խնդրում եմ։ Ժողովուրդը անկեղծ եմ ասում, մեր կուսակցության ցանկացած տարածքային կազմակերպության, տեսեք ինչ եմ ասում, տարածքային կազմակերպության նախաձեռնողի նիստ մի 20-30 անգամ ավելի բովանդակային է կոռուպցիայի դեմ պայքարի առումով էլ, այն խնդիրների բարձրաձայնման առումով էլ, քան ձեր ամբողջ խմբակցությունը իրար հետ վերցրած, որտեղ ինչ խոսում եք, ստի վրա եք հիմնում։ Ինքներդ գալիս եք ստեղ այս ամբիոնից ձեր խոսքի արժեքը մի հատ զերոյացնում եք, հետո արդեն ինչ որ բաներ եք ներկայացնում։ Այդ ես դրանից վատ եմ զգում, որպես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ձեր գործը այո իրականում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելը պետք է, անկախ նրանից, որ այդ կոռուպցիոն երևույթների դեմ գործերով ավելի շատ դուք եք անցնում հասկանալի եւ օբյեկտիվ պատճառներով, անկախ դրանից։ Ամենավերջի կոռումպացված մարդն էլ, եթե իրական կոռուպցիոն դեպք կբացահայտի Հայաստանի Հանրապետություն, ես մենակ ուրախ ու շնորհակալ եմ։ Անկեղծ եմ ասում, իրապես շնորհակալ կլինեմ, բայց դա նորմալ արեք, որակով արեք։ Ձեր խոսքի արժեքը մի զրոյացրեք, դուք ընդդիմություն եք, հասկանում եք, ձեր խոսքի արժեքը շատ կարևոր է այս երկրի համար։ Ու երբ որ բան եք անում, գալիս եք ստեղ 90%-ը ստի վրա հենվելով բան եք ներկայացնում, ասում եք մեկ անձից գնումով սեփական թիմակցին մանկապարտեզի շինարարությունը, հետո բացում ես տենում ես, ընդամենը մի քլիկի հեռավորության վրա է դա ստուգելը, որ մեկ անձից չի եղել մրցույթով է տեղի ունեցել։ Որ ձեր բացահայտացնել ինչ է, այն է, ինչը որ քաղաքապետարանը արդեն բաց, այդտեղ արդեն ամեն ինչ կորում է։ Ու հաջորդ անգամ, երբ որ մի իրական դեպք կբացահայտեք, ձեր խոսքի արժեքը այսքան արդեն իջած է ալնելու։ Ու ես դրանից վատ եմ զգում, որովհետև ես ձեզնից ավելի շատ եմ ուզում, որ այս երկրում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողության հասնի։ Շնորհակալություն։ Կներեք ու Տիկին գլխավոր դատախազ ձեզ հարց էի տվել նաև պարոնայք Քոչարյանների ունեցվածքի հետ կապված, քանի որ պարոն Դանիելյանը պնդել էր, թե Ռոբերտ Քոչարյանի որդիները միայն իրենց տաղանդով եւ աշխատասիրությամբ են հասել ունեցվածքի, ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի անկախությունից հետո տաղանդով եւ աշխատասիրությամբ ինչ աստիճանի ունեցվածքի էր կարելի հասնել, այդ չափը հասկանանք, որ մեզ դիտող հեռուստադիտողներն է գուցե ոգեշնչվեն։ Շնորհակալություն։ Հայաստան падգամավորական խմբակցության անունից ելույթ ունենալու Արծվիկ Մինասյանը, համեցեք պարոն Մինասյան։ Հարգելի հայրենակիցներ, շարունակվում է գլխավոր դատախազի 2024 թվականի դատախազության 2024 թվականի զեկույցի քննարկումը։ Նախ մինչև հնչեցված այսօր նաև արդեն մեղադրանքներն անդրադառնալը Տիկին Վարդապետյան ինձ թվում է
դուք անելիք ունեք մայիսի 9-ին հանրային հեռուստատեսությամբ այսպես է 44-օրյա պատերազմի կեղծ լուրերի Մունետիկի Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ իրականացնել իրավական ուսումնասիրություն եւ գնահատական հնչեցնել, հատկապես ուզում եմ շեշտել այս միտքը մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի եւ Հիտլերի կառավարման ռեժիմը արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողություններով եւ այն էլ ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը հլմիատել հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է թե Հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում պատմական ընդ որում մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել իսկ հիմա անդրադառնամ հնչեցված մեղադրանքներին ակնհայտ է որ ինչպես դուք եք սիրում ասել դիվահարվում եք երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում անհասկանալի է իսկապես երբ որ պարզ հարց երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ նման բուրըն արձագանք է ստալիչում լինում ավելին եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք պատգամավորներ որ գյուղը գնում է պահանջում են նախագաներին նստեցնել անկեղծ ասած այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները իզնից էլ պահանջում են թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար հիմա բերեք գնահատենք որն է ավելի արդար պահանջը օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից օրենսդրական նախաձեռնություն անելը թե արդարադատության ֆունկցիան վերցնելը ինձ թվում է օրենսդրական նախաձեռնություն անելը հիմա տեսեք ոչ ավել ոչ պակաս այս ամբիոնից իմ անձի վրա կառուցում են հակակոռուպցիոն քաղաքականություն ես ուղղակի ապշած եմ թե ելույթ ունեցողներին երբ որ վկայակոչում էին իմ 2016 թվականի մեքենան եւ թե նաեւ այն որ թիրախավորելով ուրեմն ընդդիմադիր խմբակցությանը փորձում են ապօրինի գույքը սենց ամբողջությամբ վերագրել ընդդիմադիր խմբակցություններին կամ ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին սա այն դեպքում երբ որ խեղաթյուրելով ճշմարտությունը փորձ է արում ներկայացնել թե իրենք հայցվոր կողմ են այստեղ պատասխանող կողմն է նստած մի հատ էլ գլխավոր դատախազին մեջ բերում են կատարում ուրեմն դուք վստահ եղեք դուք պատասխանող կողմ լինելու եք միանշանակ մենք ոչ թե վիճարկում էինք եւ հայտարարում էինք որ ոչ մի գույք չպիտի բռնագանձվի 10 անգամ արդեն այս ամբիոնից ասել եմ ձեզ ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հենց այդ սկզբունքներին համապատասխան Սահմանադրական դատարանը տվել է երկու կարևորագույն ճշգրտում որը իդեպ ձեզ էլ պետք է գա հետագայում այ պաշտոնավարման ընթացքում ապօրինի գույքի ծագումը ֆիքսելու եւ երկրորդ հանցավոր մի շարք հանցագործությունների մասով գույքի ծագումը կապելու տեսակետից հիմա երբ որ խոսվում է այստեղից կոռուպցիոն երևույթների մասին եւ ասում է անցյալով ես Տիկին Վարդապետյան կարծում եմ այս միտքը պետք է ընդունել եւ այո միանում եմ այդ պահանջներին որ այո ապօրինի գույքի բռնագանձումը պետք է իրականացվի բայց անցյալ կատարյալով նաեւ եւ երբ որ այստեղ վկայակոչվում է ինչ որ դղյակներ մանումենտում ես ուզում եմ հարց տալ իմ այդ դղյակն ումն է կարող եք ասել Այն դղյակը, որի մասին ազգային ժողովի նմանակման շենքերի մասին եւ այլն եք ասում, ումն է դա։ Պետությանն է։ Պետությանն է էդի։ Ինչ եք խապել ժողովրդին։ Բայց եթե ինքը ապօրինի է, ինչի պետությանը չի։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։
Ուր են այդ գույքերը։ Եվ իդեպ, պարոն Ալեքսանյան, բացարձակ ես չեմ խոսում հիպոթեկով տուն ձեռք բերելու մասին, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես մարդու բնական իրավունքը բնակարան ունենալու եւ հիպոթեկով ձեռք բերելու համարում եմ կոռուպցիոն դրսևորում, եթե այն չի ուղեկցվում ապօրինի եկամուտների օրինականացման գործընթացով, բայց ես խոսում եմ այլ բանի մասին։ Ես խոսում եմ նրա մասին, որ այս դիմացս եւ ձախ կողմից նստած մարդկանց մեջ հսկայական թվով անձինք, որով մինչև 18 թվականը հանրային տրանսպորտով էին երթևեկում եւ վիճարկում էին օրինակ 50 դրամ թանկացումը, որտեղ իրենց գրպանին էր կպնում, ոչ թե հանրության համար։ Իրենց գրպանին էր կպնում, այսօր ոչ միայն այդ ամենը անտեսել են, այլ նաեւ բազմապատիկ անգամ իրենց եկամուտները շատացնելով, մեծացնելով, ապօրինի բիզնես գործունեություն ծավալելով, ավելին օլիգարխիայի ծավալները ել ավելին լայնելով, այսօր հասել են համաշխարհային մասշտաբների։ Համաշխարհային։ Եվ տեսեք, մի անգամ ասեցիք, հիմա նորից վերահաստատեմ։ Գնացեք Արշակունյաց պողոտա, գնացեք Տիգրան Մեծ պողոտա, դուք կտեսնեք այնտեղ, թե ովքեր են որ դարձել են մեծահարուստներ եւ գնացեք նաեւ իհարկե դա երևի իշխանապողությունից հետո པարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Դա անպայման կբացահայտվի, իհարկե կբացահայտվի։ Ես դրա համար եմ ասում, անցյալ կատարյալով եւ նաեւ ապագային միտված հաստատումներով էս ամենը շարունակենք եւ տանենք առաջ, որովհետեւ կոռուպցիան, որը իշխանության բնական եւ տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ուղղակի ընդդիմությանը։ Ընդդիմության եւ կոռուպցիայի միջև կապը այն էլ առաջիկա զարգացումների շրջանակներում ուղղակի աբսուրդ է։ Իշխանությունը լծակ ունի եւ օլիգարխներ աճացնելով ու մեծացնելով, տարածելով եւ իր թևի տակ պահելով մի շարք բարձրաշան պաշտոնատար անձանց, օլիգարխիան դառնում է կոռուպցիայի առաջ մղող գործողություն իրականացնող սուբյեկտը։ Եվ երբ որ իշխանապողությունը եղավ, այն ժամանակ պարզվի, թե այստեղ sense նստած հպարտ հայացքներով նայող մարդկանցից քանիսն է որ մաքուր էին, քանիսն է որ այս ամբիոնից կեղծում էին իրականությունը։ Եվ այս ամենը գալիս է հաստատելու մեկ բան. սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իսկապես տապալել է ամեն ինչ, ազգային հարցում ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Այո, հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը, հայ ժողովրդին բերել է հսկայական կորուստներ, ավելին թիրախավորում է Արցախն ու արցախցիներին եւ չի խոսում անգամ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Եվ դրան զուգահեռ հիմա այս իշխանությունը, որը այսպես ասած կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ, նաև իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաև սա։ Եվ դա է պատճառը, որ այստեղից դիվահարված վարքագիծ է դրսևորում, երբ որ պարզ հարց է տրվում, ինչ է կատարվում այս կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ։ Լրատվականների մասով, պարոն Ալեքսանյան, ոչ միայն տիրապետում եք շատ մեծ ռեսուրսների, նաև հսկայական ֆեյքերի ֆաբրիկայի, դա ամենօրյա ռեժիմով է գնում, ամենօրյա, ու պատահական չի, որ ցանկացած ելույթ այստեղից ճշմարտությունը բացահայտելու ընդդիմադիր պատգամավորի խոսքը կամ փողոցում կամ պարլամենտից դուրս ցանկացած նման հայտարարություն արժանանում է հսկայածավալ մի հատ գրոհի։ Ոչ թե գնում եք այդ հայտարարության հետքերով եւ բացահայտելու ճշմարտությունը Տիկին Վարդապետյան, այլ միանգամից հարձակում ընդդիմադիր հայացքներով տեր անձանց վրա, գետնին փռելով, ասֆալտին փռելով եւ քրեակատարողական հիմնարկները լցնելով։ Սա է այս իշխանության իրական կերպարը՝ հակաժողովրդավար եւ հակազգային իշխանություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավարը Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան, իսկ դահլիճում լռություն։
Պարմինասյան, չեք գնում, չէ։ Իհարկե, ծխել եք հարգել եք ուրեմն, որովհետև միշտ երբ որ ես մոտենում եմ ամբյոնին, դուք գնում եք ծխելու։ Պարմինասյան, այդ մանտրայի պես որ կրկնում եք ամեն անգամ, մեր սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետք է մանտրա քարտեր տպենք, մանտրա քարտա կոչենք եւ ձեզ բաժանենք բոլորիդ, որ դուք հանկարծ չմոռանաք, շպարգալկայի պես միշտ դրած լինի, որովհետեւ ցանկացած անհասկանալի իրավիճակում դուք սկսում եք խոսալ։ Ուրացում, Արցախ, սա ինչի մասին է խոսքը։ Եկեք մի քիչ բան անենք, ձեզ անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը եւ սկսենք այն բանից, որ պարոն Մինասյան, երբ որ դուք կառավարությունում աշխատում էիք նախարար, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն, դուք էլ այնտեղ նստած եք եղել։ Հիմա եկել ասում եք կոռուպցիա եւ ընդդիմության միջև կապը աբսուրդ է։ Ախր դուք ոչ թե ձեզ մեր հարցադրումները ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն։ Ձեր կոռուպցիոն վարքագծի հիմնական բաները, արդյունքները կուտակվել են որպես նախկին իշխանություն, ոչ թե որպես ներկա ընդդիմություն։ Եվ մի հատ էլ աբսուրդ բան կա, որը հանրային դաշտում անդադ պտտվում է, եւ ճիշտ ասած, այդքան էլ ես կարծում եմ շատերը դա կրկնում են առանց հասկանալու, որ ասում են այդ նախկին ներկա տրամաբանության մեջ, ասում են դե հերիք չի ես նախկիններից խոսակ։ Ոնց որ նախկինները բան են, հա, գնացք են, գնացել են, էլ չեն վերադառնալու։ Նախ այդ որ հերիքա նախկիններից խոսակ, այդ թեզը հորինել են նախկինները, որովհետեւ նախկիններից չխոսանք։ Որովհետեւ չգնանք իրանց հետևից ասենք ձեր գողացածը պետք է հետ բերենք, ձեր կատարած հանցանքների համար պիտի պատասխան տակ բան։ Հիմա ասում են, ինչ լինում, ասում են դե հերիք չի նախկիններից խոսանք։ Մյուս կողմից էլ ասում են, բա նախկինների թալարանցը քիչ եք հետ վերադարձնում։ Բա հենց ասում ենք նախկինների թալարանցը հետ վերադարձնենք, նախկինները դիմում են սահմանադրական դատարան, որպեսզի այդ օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Ոչ չխոսանք բա նախկիններից, որովհետև նախկինները նաև ներկաներ են։ Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան ընչունների ներքո։ Իրանք կան այստեղ նստած են, այս մարդիկ հիմա պայքարում են դրա դեմ։ Բա դրա մասին է խոսքը, բա տիկին Լիլիթ Գալստյանը ասում է դեմ է մեր իշխանության մասին է խոսում, ասում է եւ այն դեմ է մեր քաղաքակրթական կոդին, հատուկ շեշտադրում է բանանում այսպես էքսպրեսիայում քաղաքակրթական կոդին։ Գիտեք որն է ձեր քաղաքակրթական կոդը, տիկին Գալստյան, ձեր քաղաքակրթական կոդը մի անգամ ասել եմ մամուլում այդ վերնագրով որ նշվել է Արինոտ տասնամյակն է Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիների։ Տասնյակ քաղաքական սպանությունները հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը Պողոս Պողոսյանը, սա է ձեր քաղաքակրթական կոդը։ Ձեր քաղաքակրթական կոդը բանն է՝ գույք պարտքի դիմաց, Մեղրին Ղարաբաղի դիմաց, Հայաստանը գուբերնատորի կամ ծայրակ գավառապետի դիմաց։ Եվ դուք այս քաղաքակրթական կոդի համար այսօր կռիվ եք տալի։ Էդ է ձեր իղձը, պարոն Մինասյան, որ ասում եք սպանել եք մեր իղձերը, կարող է սպանել ենք ծայրակ գավառապետ լինելու ձեր իղձերը։ Կարող է։ Դա հնարավոր է։ Խոսում եք ատելության մթնոլորտից հարգելի գործընկերներ։ Դուք ձեր ընդհանրապես խորհրդարանական ընդդիմություն եւ ձեր շրջապատող բանը, հանրույթը ատելության մարտագլխիկներն են, որոնք որ sense հարցակվում են ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք նկատել եք, որ ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս։ Ցանկացած դրական օրակարգի դեմ ընդդիմությունը խաչակրած արշավանք է անում։ Դա կլինի փառատոն, դա կլինի, ասենք, չգիտեմ, որևէ միջոցառում նվիրված երեխաների հունիսի 1-ի, ասենք, երեխաների օրվա կապակցությամբ։ Դա ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարցակվում են այդ դրական օրակարգերի դեմ եւ փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն եւ ապաթիա գեներացնել, որովհետեւ դուք այդտեղ եք միայն ծաղկում։ Դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում։ Դուք ինչի մասին եք խոսում։ Հիմա եկել եք կամ ատելության միջավայրից մթնոլորտից որ խոսում եք։ Ես ընդհանրապես մի քանի օրինակ կարամ բերեմ, ժողովուրդ ջան։ Ատելության միջավայր գեներացնող չէր ձեր падգամավոր Գեգամ Մանուկյանի արտահայտությունը մոտ 700,000 քաղաքացիներին սեռական հայոյանք տալը։ Բա ատելության բան չէր, մթնոլորտ գեներացնել չէր, էլի ձեր պայքարող երիտասարդները, որ հարցակվում էին Գյումրիում,
տարեց պապիկների վրա եւ բռնություն են ենթարկում, որ ցանկացած քաղաքացու, որը չէր միանում ձեր փրկության շարժմանը, անվանում եք Թուրք եւ Դավաճան, դա ատելության մթնոլորտ չէ, որ ձեր վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանը այդ բանն էլ կա նկարա ուրեմն ինտերնետում, որ հանրության մի զգալի հատվածին չեմ ուզում բանանել, ասել թե ինչ էր անվանում, դա ատելության մթնոլորտի գեներացում չէր, որ քաղաքացիներին անվանում եք ժեղ, դա ատելության բան չէր։ Պարոն Մինասյան, երեք ասում եք, ինչու որևէ մեկը չի դատապարտել նախորդ օրը տեղի ունեցած բան եւ հատկապես շեշտադրում եք այդ դատապարտման վրա։ Ձեզանից որևէ մեկը դատապարտել է Վագն Ալեքսանյանի մայրիկի վրա քստմնելի հարցակումը։ Ինչ եք դուք արել այդտեղ։ Ձեր բանը ձերն ինչ էր անում, տերտերը ոնց էր, այն որ կարկուտ անձրև էր քշում։ Դա դուք տեսել եք ինքը ոնց ինչ ցինիկ պահվածքա ցուցաբերել հենց պարոն Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ տեղի ունեցած այդ քստմնելի վարքագծի նկատմամբ։ Բա դատապարտել եք դուք դա, թե մի հատ հերթապահ բան եք, նախադասություն եք ասում, հետո բան եք անում, շարունակում եք նույն տրամաբանությունը։ Կամ ասենք ինչ է նշանակում նույն այդ խավարամտության արշավանքը ցանկացած նոր բանի նկատմամբ։ Եթե նկատեք, մեր ընդդիմությունը հիմնականում ագրեսիվ պայքար է մղում ինչպես դրական օրակարգեր, այնպես էլ նոր ինչ-որ հաջողված ռեֆորմների նկատմամբ։ Ասենք օրինակ հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ։ Ասում են պարեկները բանով Volvo-ով իրենց գնում են բան, բայց պարեկները չեն կարող ոտով վազելով գնան այդ։ Պարեկները ինչ-որ մեքենայով պետքա գնան։ Դուք պետք է ուրախանաք, որ Հայաստանում պարեկները նոր ժամանակակից էլեկտրամոբիլներով գնում են եւ բան են անում։ Ասում պարեկները Volvo-ի մեջով գնում են եսի ինչ։ Volvo-ն եք թիրախավորում հիմա էլ։ Ամեն ինչից անցել եք Volvo-ներին։ Այ քեզ բան, հա, բայց հիմա կասել էի, հա։ Բան եք անում, ամենամեծ իհարկե խաչակրած խավարամտության արշավանքը դա ակադեմիական քաղաքի դեմն է։ Եվ որովհետև հասկանում են, որ այս ակադեմիական քաղաքը որ եղավ, իր վերջնանպատակը այդ խավարամտության բանն ալնելու, խավարամտությունը ջնջելն ալնելու Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար էլ պայքարում են դրա դեմ։ Դրա համար էլ պայքարում են, ոնց որ Դրակուլան խաչից էր բանանում, այսահարվում, դիվահարվել չասեմ, պարոն Մինասյան, որովհետև այդ բառից ոնց որ դուք նեղսրտում եք։ Այսահարվում, ոնց որ Դրակուլան խաչից էր այսահարվում, դուք էլ այսահարվում եք ակադեմիական քաղաքից, պարեկներից, փառատոններից, լավ բաներից, երեխաների օրվան նվիրված լավ միջոցառումներից, ամանորյա տոնածառից, ցանկացած դրական օրակարգից դուք այսահարվում եք։ Հարգելի գործընկերներ։ Հիմա տեսնեմ ինչ է մնացել լտակը։ Ասում է պարոն Մինասյանն ասում է, այդ ապօրինի գույքը, որ ասում եք հետ է բերվում, բա ժողովուրդը դրանից մի կոպեկ ինչ հատ է, պարոն Մինասյան, դա հոտ ինձ չի, ձեր ժամանակվա պես չի, որ այդ գույքը վերցնեն գրպանները լցնեն, եւ դա ինստիտուցիոնալ ձևով է արվում։ Կարող եք գիտեք պետությունը Ռոբին Հուդն է, հեսա գնալու է բանը, ձեր բանը տները վերցնի բանի, ժողովրդին ասի Ժորժ ջան, մտեք ինչ ուզում եք արեք։ Բա դա կլինի Ժորժ, դա կլինի հենց այդ գույքի նկատմամբ անարգանք, պարոն Մինասյան։ Դա տեղի է ունենում ինստիտուցիոնալ եղանակով մի բան, ինչը ձեզ հասու չի, որովհետեւ դուք դա չգիտեք ինչ է։ Ասում է ժողովուրդը մի բան տե, հիմա էլ բողոքում է։ Այն ժամանակ ասում էին ինչ ապօրինի գույք, չկա տես բան, հակասահմանադրական է։ Հիմա էլ ասում է, այդ ապօրինի գույքը չենք ասում թե չկա։ Կա, բայց ժողովուրդը դա չի տեսել։ Ժողովուրդը դա տեսնում է, բայց այդ եկամուտները, որ գնում են պետական բյուջե, հետո վերադառնում են ժողովրդին ինչ որ մի կերպ։ Վերանորոգված ճանապարհների ձևով, վերադառնում են, չգիտեմ, ասենք սոցիալական որոշակի ծառայությունների տեսքով, ինչ որ միջնորդավորված, պարոն Մինասյան, որովհետև այդ բանը, որովհետև ես հասկանում եմ ձեր իշխանության մենտալիտետը, բա իմ քյարը որն է, որովհետև դուք ուզում եք, որ մարդը իր մեջ կոնկրետ երևույթի մեջ կոնկրետ նյութական քյար տենա, որովհետև ձեր իշխանությունը հիմնված է եղել այդ քյարի վրա, հասկանում եք, մի հատ ասացված կա, եթե չեմ սխալվում, ինքը նաև հայկական ասացված կա, էլի, ասում է աշխարհը դմակ, մարդը դանակ։ Հասկանում եք ինչ է։ Այդ դուք հենց դա եք։ Ձեր համար Հայաստանը մի մեծ դմակ ա եղել, դուք էլ դանակ եք եղել։ Եկել եք այդ դմակը ինչքան կարացել կտրել եք։ Այդ դմակից ինչքան կարացել կերել եք, լցրել եք ձեր գրպանները բան։ Հիմա էլ ասում եք, բա այդ որ հետ եք վերադարձնում, բա ժողովուրդը այդ դրանից ինչ որ մի բան ունի թե չէ։ Իհարկե ունի։ Ժողովուրդը դա ամբողջ ժողովրդի համար է արվում։ Ատելության միջավայրից եք խոսում, Ժորժ ջան, բայց ձեր լրատվամիջոցների դուք տեսել եք ձեր լրատվամիջոցների ատելության քարոզը բանի նկատմամբ։ Ընդհանրապես Հայաստանում որևէ այլընտրանքային կարծիք հայտնող մարդու նկատմամբ։ Որևէ այլընտրանքային դուք պարոն Մինասյան ձեր ելույթը սկսեցիք այն բանով, որ դուք փորձ եք անում լրացնել որևէ հերոստատեսությամբ հնչած որևէ կարծիք, նույնիսկ չեմ էլ կարծում թե այդքան շատ խորացել եք։ Ուղղակի որևէ կարծիք, որը դեմ է եւ ձեր կարծիքով կարելի է դրա վրա հայփ որսալ, դուք ասում եք եկեք դա էլ լրացնենք։ Ես ընդ որում չեմ մտնում այդ բանավեճի մեջ, բայց եթե մենք մի հատ բան անենք, վերլուծենք, դուք ավելի շատ եք ուզում Հայաստանում բանը ազատ մամուլը լրացվի, քան թե մենք։
Եվ դրա ամենավառապաստույցն է, որ այն Սրբազանի հարցազրույցի միջև հիմա չեք տեղադրել Աճպարարյան բանի։ Ինչ էր, Աճապարյան։ Ինչ էր, մի խոսքով, խիճեք այդ մարդու հարցազրույցը միջև հիմա տեղադրում ձեր բանին։ Եվ ամփոփելով հարգելի գործընկերներ, ներողություն, պարոն նախագահ, Տիկին Դատախազ, ես կարծում եմ, որ Հայաստանում հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում արդարադատությունը էական առաջընթաց գործել է։ Եվ հատկապես պատժի անխուսափելիության ինստիտուտը ներդրվել է։ Բանն այն է, որ շատ դեպքերում հնչեղ, հատկապես քաղաքական գործերով առաջընթացի պակասը ստվերում է ընդհանուր հանրային կյանքում արդարադատության առաջընթացը, որը տեղի է ունեցել։ Եվ այստեղ ես պիտի ասեմ, ուզում եմ միայն մեկ кейսի վրա ուշադրություն դարձնել եւ պիտի խնդրեմ այդ հարցին պատասխանեք։ Մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ից, խոսում ենք մարտի 1-ից, խոսում ենք Պողոս Պողոսյանից եւ մնացած ամեն ինչից, բայց նաեւ մեր բոլորովին վերջերս էլ Հայաստանում տեղի են ունեցել դեպքեր նույն շրջանակների կողմից, որոնք որ պատշաճ որոնց որ թե արդարադատությունը այդտեղ չի հաղթանակել։ Ինչ եղավ Արադ Միրզոյանի սպանության փորձի կազմակերպիչների հետ։ Ինչ եղավ, արդարադատության ձեռքերը հասան արդյոք այնտեղ եւ այդ գործը ինչ հետևանք ունեցավ։ Շատ ժամանակ քաղաքացիները, երբ որ մենք խոսում ենք արդարադատության մասին ու խոսում ենք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ու մնացածի մասին, մեզ ասում են, բա ինչ եղավ Արադ Միրզոյանի հետ կատարված է։ Ես խնդրում եմ նաև պատասխանել այս հարցին, որովհետև պատժի անխուսափելիության ինստիտուտը պիտի վերաբերի առաջին հերթին հնչեղ քաղաքական գործերին, առաջին հերթին նրանց, ովքեր ունեն ազդեցություն, հետո բնականաբար եւ միաժամանակ նաև հանրային կյանքի բոլոր մասնակիցներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եզրափակիչ ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մինչև 30 րոպե Տիկին Վարդապետյան, խնդրեմ համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի падգամավորներ, լրագրողներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես փորձեմ կարճ եւ ըստ էության անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք հնչեցին մտքերի փոխանակման փուլում, բացի այդ ես երկու հարցադրման խոստացա, որ կանդրադառնամ իմ եզրափակիչ ելույթում, ուստի հերթով հարցերին եւ վերջում նաեւ պարոն Գոնջարյանի բարձրացրած հարցադրման կապակցությամբ կպատասխանեմ, թե ինչ փուլում է գտնվում վարույթը։ Նախ շնորհակալ եմ այս երկու օրերի ընթացքում ծավալված համակողմանի քննարկման համար եւ վստահեցնում եմ, որ աշխատանքի տեմպը չի պակասելու, ավելանալու է եւ աշխատանքի խորությունն ու բովանդակությունն էլ ավելի բարելավելու է։ Մեզ համար հաճելի էր շատ արդյունավետ քննադատության կոնտեքստում լսել նաև որոշակի sense թույլ նշмарվող գովասանք եւ մեզ համար դա պարտավորեցնող է հաղորդման բովանդակության վերաբերյալ չենք իջեցնելու այլևս նշաձողը եւ հաջորդիվ ազգային ժողովին ներկայացվող հաղորդումները բովանդակային առումով ել ավելի վերլուծական եւ կարեւոր են լինելու։ Պարոն Ալեքսանյան, Վագն Ալեքսանյանը դուրս եկավ, բայց ես իր հարցին պատասխանեմ, նշեմ Պարոն Ալեքսանյան, դուք հարց եք ուղղել Քոչարյան ընտանիքի կոնկրետ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով, ես նշեմ տվյալները կարող եմ ներկայացնել, որովհետև հայցը գտնվում է դատարանում հրապարակային դատաքննության փուլում, այսպես պատասխանողներ Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Տիկին Թագուհի Ղազարյանը հարց ուղեց
Տիկին Ղազարյան, ձեր կողմից նշված հրապարակումը 2021 թվականին ուղարկվել է օպերատիվ մարմին ստուգման։ Մենք ուղղակի օբյեկտիվ պատճառով չհասցրեցինք այս 2 օրերի ընթացքում ճշտել, թե ինչ փուլում է գտնվել կամ ինչ ընթացք է ստացել ձեր կողմից նշված հրապարակումը եւ հարցազրույցը, բայց առաջիկա 2 օրերի ընթացքում ձեզ գրավոր կպատասխանենք, թե օպերատիվ մարմինը ինչ աշխատանք է իրականացրել։ Պարոն Եղան, ձեր հարցին պատասխանելիս ես նշեցի, որ ենթադրություններից եւ մասնավոր օրինակներից ստացած տպավորությունների հիման վրա եզրահանգումներ չանելու համար մենք ձեր կողմից արտահայտված մտահոգության կապակցությամբ առանձին ուսումնասիրություն կիրականացնենք եւ դրա արդյունքները ձեզ հասանելի կդարձնենք։ Միայն կալանք խափանման միջոցի հետ կապված, քանի որ նորից հարց բարձրացվեց, կրկնեմ, որ 2024 թվականին նախաձեռնված 58895 քրեական վարույթից մեղադիալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2282 միջնորդություն է ներկայացվել դատարան, բավարարվել է 2013-ը։ Եթե թվերը պարզ համադրեք իրար, մաթեմատիկական հաշվարկ իրականացնեք, ապա կտեսնեք, որ նշված վարույթներից 3.8%-ով է ընդամենը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։ Խոսքը միջնորդությունների մասին է։ Ինձ անհանգստացրեց ընդդիմության ներկայացուցիչներից պարոն Մանուկյանի նշումը, որ դատախազությունը չի պատասխանել իրեն ուղղված հարցադրմանը, պարոն Մանուկյանը այստեղ չի, բայց ամեն դեպքում նշեմ, որ նույն հարցադրումն ուղարկվել էր նաև քննչական կոմիտե եւ մենք քննչական կոմիտեից տեղեկություն էինք ստացել, որ արդեն պատգամավորին պատասխանել են, բայց հաշվի առնելով, որ նաև դատախազության պատասխանն է կարևորվում, երևի այսօր օրվա ընթացքում պարոն Մանուկյանը նույն պատասխանը կստանա նաև դատախազությունից, որպեսզի բաց չլինի հանկարծ պատգամավորին կողմից ուղղված գրավոր հարցման կապակցությամբ։ Նույն տրամաբանությամբ Տիկին Թագուհի Թովմասյանի կողմից նշված հրապարակումների կապակցությամբ արդեն ամփոփված են եւ Տիկին Թովմասյանին գրավոր կուղարկենք իր կողմից նշված մամուլի հրապարակումների արդյունքում կատարված աշխատանքը։ Տիկին Հակոբյանը հարց բարձրացրեց դատավարական ժամկետների հետ կապված, մենք այս առումով համակարծիք ենք եւ պատրաստակամ ցանկացած փոփոխության, որ ազգային ժողովը կնախաձեռնի, այդ թվում աշխատանքային կարգով պատրաստ ենք քննարկել, հատկապես մեզ համար մտահոգիչ են փորձաքննությունների ժամկետները եւ արդյունավետությունը, եթե պատգամավորները նախաձեռնություն կունենան, մենք այս առումով եւս պատրաստ ենք քննարկել։ Եվ պարոն Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց ըստ էության նոր լիազորության հետ կապված, սա կարծում եմ լրացուցիչ պիտի քննարկվի, որովհետև դուք ըստ էության ակնկալում եք դատախազությունից, գոնե ձեր բանավոր խոսքից ես հասկացա մի բան, որը մեր գործառույթների մեջ կարծես թե այս պահին չկա, լրացուցիչ կարող ենք քննարկել, եթե դուք ներկայացնեք օրենսդրական նախագիծ, դա եւս գալիս է դատախազություն, կարող ենք նաեւ աշխատանքային կարգով քննարկել։ Պարոն Կոնջորյան, դուք մի հարցի անդրադարձակ, որի կապակցությամբ ես կցանկանայի ժամանակն օգտագործելով շատ կարճ ուղղակի նշել, քանի որ նաև պարոն Մինասյանի կողմից բարձրացվեց հարցը եզրափակիչ ելույթի ընթացքում, թե ինչպես է տնօրինվում ապօրինի գույքը, նշեմ, որ բոլոր գույքերը, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, ամրացվում են պետական գույքի կառավարման կոմիտեին։ Բոլոր այն գույքերը, որոնք վերադարձվում են համայնքին, մեր կողմից գրությամբ լրացուցիչ տեղեկացվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը համայնքի բալանս նման գույքի վերադարձի մասին։ Ես մի քանի օրինակ կնշեմ, պարոն Կոնջորյան, որ նաև ձեզ համար պարզ լինի, թե ինչ ձևով է գույքը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն, որոնք մուտք են արվում վերականգնված միջոցների միասնական հաշիվ, դա օրինակ հայտնի ԱՕՔՍ-ի շենքն է, որը գիտեք կառավարությանը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվելուց հետո այլևս վարձակալության իրավունքով է տրամադրվում եւ ամսական մոտավորապես 16 միլիոն 450 հազար դրամի չափով վարձավճար է մուծվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ տարածք ունի Երևանի կենտրոնում, որը բոլորովին վերջերս սեփականության իրավունքը վերջնականապես գրանցվեց Հայաստանի Հանրապետության, դա Չեխովի ներողություն Չայկովսկու դպրոցի հարակից տարածքում գտնվող բազմահարկ շենքի առաջին երկու հարկերից 238 քառակուսի մետր տարածքն է, որտեղ գործում է սրճարան, եւ այս պահին Հայաստանի Հանրապետությունը վարձակալության իրավունքով սրճարանին տրամադրել է այդ տարածքը որպես սեփականատեր եւ յուրաքանչյուր ամիս որոշակի մի քանի միլիոն դրամի հասնող գումարի չափով, այս պահին թիվը անգիր չեմ կարող հիշել, վճարվում է պետական բյուջե։ Բացի այդ, ահռելի տարածքներ, որոնք նախատեսված են հանգստի համար եւ անտառային տարածքներ են Երևանի կենտրոնական հատվածում արդեն, նույնպես վերադարձվում են Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվում են պետական գույքի կառավարման կոմիտեին արդեն որպես անտառային տարածքներ օգտագործելու համար։ Ես նշեցի պարոն Ալեքսանյանի հարցին պատասխանելիս իմ
ելույթից հետո Դիլիջանի մանկապարտեզի հետ կապված, այսօր նաև Մարտունու մարզադաշտի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի եւ այս երկու տարածքներն էլ Դիլիջանի մանկապարտեզը կառավարության նիստի արդյունքներով դառնալու է մանկապարտեզ, շահագործվելու է որպես մանկապարտեզ եւ գիտեմ նաեւ որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ունի լրջագույն ծրագիր Մարտունու մարզադաշտի հետ կապված, սա շարունակական եւ անդառնալի գործընթաց է եւ այս առումով առիթն օգտագործելով կցանկանամ նշել, որ այո դատախազությունը բոլոր հնարավոր առիթներով այս հարցերի մասին խոսում է, բայց կարծում ենք նաև որ առաջնային մանդատով օժտված պատգամավորները եւս իրենց այցելություններով եւ հետաքրքրություններով այդ գույքի նկատմամբ կարող են ցույց տալ, թե ինչ արդյունավետությամբ են այդ գույքերը տնօրինվում։ Օրինակ անցյալ տարի շատ կարևորվեց Գավառի մանկատանը հարակից այգու վերադարձը Հայաստանի Հանրապետությանը եւ մենք լիահույս ենք, որ այդ կանաչ տարածք նստեության կդառնա համայնքի համար կարևոր ռեկրեացիոն գոտի, որի շուրջ աշխատանքները ելի պետք է ակտիվացվեն եւ շարունակվեն։ Սա ընդհանուր տնօրինման առումով, պարոն Կոնջորյան, որպեսզի նաեւ ձեզ համար ավելի պարզ լինի, թե ինչ ձևով են գույքերը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն։ Պարոն Միրզոյանի անձի կյանքի դեմ ուղղված հանցագործության մասով նշեմ, որ գործը գտնվում է դատարանում, մենք ունենք մեղադրյալ եւ հիմնական դատալսումների փուլում է դատավարությունը, հրապարակային է, այսինքն որևէ խոչընդոտ չկա տվյալ ստանալու հետ կապված, բայց նշեմ նաեւ, որ մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք, քանի որ ձեր խոսքից հասկացա, որ այս առումով որոշակի ինֆորմացիոն պակաս ունենք, մենք առաջիկայում մի փոքր ամփոփիչ ավելի հանրային իրազեկում կանենք, որպեսզի падգամավորներին այդ հարցերը չուղղվեն եւ մեր կողմից պատշաճ բարձաբանում տրվի։ Հարգելի նախագահ, ես ըստ էության ավարտեցի, կարծում եմ որևէ հարցադրում, որն ուղղված էր մեզ եզրափակիչ ելույթների կամ դրանից առաջ բաց չմնաց, կրկնում եմ, մենք շարունակենք մեր աշխատանքը այս նույն ձևաչափով եւ շնորհակալ եմ իրավապահ համակարգի բոլոր սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատակիցներին, ում համատեղ ջանքերի շնորհիվ իրողություն է դարձել այն, ինչի մասին այսօր մենք վստահ խոսում ենք, դա պետական շահերի պաշտպանությունն է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, ապօրինի գույքի վերադարձն է եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, ձեզ ևս շնորհակալ ենք հանգամանալի զեկույցի եւ հարցերին պատասխանելու համար։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումը ավարտվեց, այժմ ձայնը տրվում է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին, մրցակցության հանձնաժողովի անդամի վերաբերյալ քվեարկության ժամը տեղը հայտնելու համար համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխոսնակ, հարգելի գործընկերներ, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 15:00-ից 15:45 ընկած ժամանակահատվածում մշտական տեղում դահլիճին կից գտնվող նախասրահում քվեաթերթիկը ունի մշտական տեսքը, տեխնացուի անուն ազգանունը, կողմեմ, դեմեմ համապատասխան նշումների վանդակներով։ Կրկնում եմ, քվեարկությունը կանցկացվի ժամը 3-ից 3:45 ընկած ժամանակահատվածում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հիմնական զեկուցող քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։ Պարոն Պողոսյան, համեցեք մինչև 30 րոպե։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի տեղակալ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ընդունվել է 69415 հաղորդում, որից 58085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11330-ով չի նախաձեռնվել։ Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207132 քրեական վարույթ, նախորդ տարվա 184018-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 23114-ով կամ 12.5%-ով։
Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս թվերին ուշադրություն դարձնել, որովհետև քրեական վարույթների աճով պայմանավորված նաև ուղիղ ազդեցություն է ունեցել այս աճը դատավարական հարկադրանքի եւ քննիչների ծանրաբեռնվածության վրա, որոնք արդեն հաջորդիվ կներկայացնեմ։ Նշված 207,132 քրեական վարույթից 140,001-ը փոխանցվել է 2023 թվականից, Կոմիտեի մարմինների ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 58,609 քրեական վարույթ, 2023 թվականին այդ թիվը եղել է 54,190-ը, 1757-ով մաս է անջատվել եւ ուղարկվել այդ մարմին, 2023 թվականին 3724-ն է եղել այդ թիվը, 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 220-ով քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ վերադարձվել է նախաքննական մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 210-ը, 693-ով քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը եւ վերադարձվել է նախաքննության մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաեւ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ, 2023 թվականին 304-ի դիմաց, այսինքն քննիչի միջին ծանրաբեռնվածությունը աճել է 15 վարույթով կամ 4.9%-ով։ 207,132 քրեական վարույթից 117,093-ը նախորդ տարիներին ապացուցողական եւ վարույթային գործողություններն ավարտված վարույթներն են, այսինքն այսուհետ պասիվացված վարույթներ։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է տեղի ունեցել եւ նախորդ տարիներին, երբ որ մենք գործ ունեինք կասեցված վարույթների հետ, այսինքն երբ որ քննիչը որոշմամբ կասեցնում էր, հիմա բոլոր վարույթները համարվում են ըստ էության կասեցված վարույթ գոյություն չունի եւ բոլոր վարույթներն ըստ էության ակտիվ են եւ որպեսզի ըստ էության բոլոր գործողությունները երբ որ ավարտած է լինում քննիչը, այդ վարույթները մենք համարում ենք պասիվացված։ Առանց նախորդ տարիներին պասիվացված 117,093 եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 4698 քրեական վարույթների հաշվառման 2024 թվականի ընթացքում քննվել է 85341 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77740-ի դիմաց, այսինքն աճել է 7601-ով վարույթով կամ 9.7%-ով։ 2024 թվականի ընթացքում քննված 85341 քրեական վարույթից ավարտվել է 37947-ը, 297-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել է, 18144-ը պասիվացվել, 8-ով վերածվել է մասսանջատելու մասին որոշումը, իսկ 22130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14483-ի դիմաց, այսինքն մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7%-ով։ Այսպիսով 85341 վարույթից լուծվել է 63211 քրեական վարույթի ընթացքը նախորդ տարվա 63257-ի դիմաց, այսինքն նվազել է 46-ով կամ 0.07%-ով։ Արտադրողականությունը կազմել է 74.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81.4%-ի դիմաց, այսինքն արտադրողականությունը նվազել է 7.3%-ով։ Գրեթե նույնչափ ընթացք լուծված վարույթների պարագայում արտադրողականությունը 7.3%-ով նվազումը պայմանավորված է 2024 թվականի ընթացքում 7601 քրեական վարույթի աճով։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը արդեն իսկ առանց պասիվացված քրեական վարույթների 85341-ի հաշվառմամբ կազմել է 132 քրեական վարույթ, նախորդ տարվա 128-ի դիմաց աճել է 4-ով կամ 3.1%-ով։ Ինչպես արդեն նշվեց, 2024 թվականի ընթացքում ավարտվել է 37947 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33304-ի դիմաց։ Ավարտված 37947 քրեական վարույթից 11825-ը 12805 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 8305 քրեական գործ 9511 անձի վերաբերյալ։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 3520-ով կամ 42.3%-ով, իսկ անձերի քանակն աճել է 3294-ով կամ 34.6%-ով։ 45 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ եւ ուղարկվել դատարան, 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 55-ը։
26077 քրեական վարույթ կարճվել է, այսինքն կարճված վարույթների քանակը նույնպես աճել է, որը իհարկե նաև ներառում է դատավարական ավարտների մեջ, այսինքն աճը կազմել է 1133 քրեական վարույթ կամ 4.5%։ Ինչպես արդեն նշեցի, 2024 թվականի ընթացքում 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը եւ վերադարձվել է նախաքննություն, որը կազմում է դատարան ուղարկված 11870 քրեական վարույթների 1.8%-ը։ 158-ով կամ 29.5%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու եւ նախաքննության վերադարձնելու դեպքերը։ 2024 թվականի ընթացքում չի հաստատվել 693 որոշում, 2023 թվականն այդ թիվը եղել է 535-ը։ Այժմ անդրադառնամ ձերբակալված կալանք կամ այլ խափանմիջոց քրեական հետապնդումներ եւ խոզարկություններ որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնեմ նաեւ այդ մասով։ Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 7286 անձ, այդ թվում հետաքննության մարմնի կողմից 6526-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 710-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար, 50-ը խափան միջոցի պայմանները խախտած մեղադրյալների նկատմամբ, որից 5430-ն ազատվել է արգելանքից, մեկով անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ, 304-ով լրացել է ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, 231-ով դատարանը մերժել է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, 29-ով ձերբակալվածներին պահելով վայրի վարչակազմի ղեկավարի կողմից։ Ներկայացվել է խափան միջոց կալանք ընտրելու վերաբերյալ 3095 միջնորդություն, 2023 թվականն այդ թիվը եղել է 2533, որից 2433-ը բավարարվել է ամբողջությամբ, 392-ը մասնակի, 270-ը մերժվել է։ 2023 թվականն այդ թիվը եղել է 458-ը։ Կալանքի միջնորդությունից 961-ը եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ, եթե հոդվածները ըստ էության բացեմ, դրանք վերաբերում են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին եւ վարժական հավաքից խուսափելու դեպքերին, այսինքն այս թվի մեջ ներառված են նաեւ իմ հիշատակված 961 կալանքի վերաբերյալ միջնորդությունները։ Այսինքն առանց վերոհիշյալ հանցագործությունների հաշվառման 2024 թվականի ընթացքում ներկայացվել է 2134 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 1497-ը կամ 70.1%-ը, 2023 թվականն այդ թիվը եղել է 1741 միջնորդություն, որից բավարարվել է 1304-ը կամ 74.8%-ը։ Ընդ որում, կալանքից ազատվել է 607 անձ, որից 432-ը ՀՀ քրեական օրենսգրքի արդեն նշեցի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ է եղել։ Ներկայացվել է նաև կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն 1482, որից 1218-ը բավարարվել է ամբողջությամբ, 169 մասնակի, 95-ը մերժվել է։ Նշեմ նաև, որ քննչական կոմիտեում կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականով, եթե կալանքի երկարաձգման միջնորդությունները ներկայացվում են, ըստ էության մերժվում են քննիչի կողմից ոչ պատշաճ բավարար ջանասիրություն ցուցաբերելու հիմքով, դա հիմք է հանդիսանում պարտադիր կարգապահական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսանում։ Ներկայացվել է նաև խափան միջոց տնային կալանքը կիրառելու մասին 208 միջնորդություն, 2023 թվականն այդ թիվը եղել էր ընդամենը 91-ը, այսինքն տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունների քանակը աճել է 117-ով կամ 128.5%-ով, որից 184-ը բավարարվել է, իսկ 24-ը մերժվել է։ Եվս 392 անձի նկատմամբ տնային կալանքը կիրառվել է դատարանի կողմից խափանման միջոցը կալանքը կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու, վարչական հսկողության միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում։ Ներկայացվել է նաև խափան միջոց վարչական հսկողություն կիրառելու մասին 42 միջնորդություն, որից 39-ը բավարարվել է, իսկ 3-ը մերժվել։ Եվս 133 անձի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից, 39 անձի նկատմամբ կիրառվել է պաշտոնավարման կասեցում, 211 անձի նկատմամբ որպես խափան միջոց կիրառվել է գրավ։ Հարգելի պատգամավորներ, խնդրեմ ուշադրություն դարձնեք, որ մեր կողմից նաև իհարկե մենք ունենք կալանքի միջնորդությունների վերաբերյալ քանակական աճ, դա կապված է ըստ էության, ես արդեն նշեցի, քրեական վարույթների նաև զգալի աճ ունենք, բայց նաև մենք զուգահեռ նաև աճել է տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունների քանակը էականորեն եւ նաև վարչական հսկողություն կիրառելու մասին միջնորդությունները։ Ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու
11736 միջնորդություն, որից 11462-ը բավարարվել է, իսկ 274-ը մերժվել, ներկայացվել է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին 17802 միջնորդություն, որից 17116-ը բավարարվել է, 613-ը մերժվել, իսկ 73-ով բավարարվելու կամ մերժելու վերաբերյալ որոշումներ հաշվետու ժամանակահատվածում չեն ստացվել։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ 3579 միջնորդություններից բավարարվել է 3551-ը, իսկ 28-ը մերժվել են։ Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու նպատակով Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 346 միջնորդագիր, որից 302-ը քննիչի, 44-ը դատախազի կողմից։ Ներկայացվել է խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ 8694 միջնորդություն, որից 7865-ը բավարարվել է, իսկ 829-ը մերժվել, միջնորդություններից 5995-ը եղել է բնակարանի խոզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ, որից 5446-ը բավարարվել է, 549-ը մերժվել։ Միջնորդություններից 2699-ը եղել է թվային խոզարկությունների վերաբերյալ, որից 2419-ը բավարարվել է, իսկ 280-ը մերժվել։ 2024 թվականի ընթացքում կոմիտեի ստորաբաժանումներում ստացվել է 32745 դիմում բողոք։ Հարգելի պատգամավորներ, այժմ որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնեմ նաև հանցագործության պատճառված գույքային վնասի եւ դրանց վերականգնման վերաբերյալ, կառանձնացնեմ նաև ըստ ոլորտերի պետության, համայնքին, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց կամ միջազգային կազմակերպություններին պատճառված վնասի մասով։ 2024 թվականի ընթացքում նախաքննություն ավարտված, խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձնեք, որովհետև մենք առանձին վիճակագրություն վարում ենք ոչ միայն նախաքննություն ավարտված քրեական վարույթներով, կան նաև ընթացիկ վարույթներով, որոնցով նույնպես արկա է պատճառված վնասի վերականգնում, դրանք առանձին նաև կներկայացնեմ։ Այժմ խոսքը վերաբերում է բացառապես նախաքննություն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 42 միլիարդ 586 միլիոն 403 հազար դրամի գույքային վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար դրամը կամ 29.1%-ը, արգելանք է դրվել 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Պետությանը պատճառված 21 միլիարդ 460 միլիոն 636 հազար դրամ գույքային վնասից վերականգնվել է 10 միլիարդ 863 միլիոն 821 հազար դրամը կամ 50.6%-ը, արգելանք է դրվել 1 միլիարդ 381 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Համայնքներին պատճառված 2 միլիարդ 310 միլիոն 745 հազար դրամ վնասից վերականգնվել է 116 միլիոն 316 հազար դրամը կամ 5%-ը, արգելանք է դրվել 481 միլիոն 770 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Այժմ անդրադառնամ նաև անավարտ վարույթներով եւ ընդհանրական վերականգնված ցուցանիշը նշեմ։ Կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով հարկ է նշել նաև, որ ավարտված քրեական վարույթներով արձանագրված 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար դրամ գույքային վնասի վերականգնումից բացի 31/12/2024 թվականի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է եւս 31 միլիարդ 974 միլիոն 506 հազար դրամ գույքային վնաս։ Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 31 միլիարդ 20 միլիոն 588 հազար դրամը, համայնքներին պատճառված վնասից 50 միլիոն 929 հազար դրամը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի ընթացքում եւ ավարտված եւ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 միլիարդ 405 միլիոն 910 հազար դրամը, իսկ 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Քանի որ ըստ էության քննչական կոմիտեում քննվում են նաև կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներ, որոնք նախորդ իրավակարգավորումների պայմաններում մնացել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվում են, բացի այդ ունենք քրեական վարույթներ, որոնք գլխավոր դատախազի կողմից քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգերով առանձին որոշմամբ եւս կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներ հանձնարարվել է քննչական կոմիտեին, ներկայացնեմ նաև կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով վիճակագրական տվյալներ։ Հաշվետու ժամանակահատվածում
կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի 1256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից, 560-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 560 քրեական վարույթից 339-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 24-ը անջատված մասեր են, 184-ը ստացվել է այլ մարմիններից։ Նշված 1256 քրեական վարույթից 62-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 134 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմվել է 4 միլիարդ 608 միլիոն 789 հազար դրամ, որից միջդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 685 միլիոն 958 հազար հայ դրամը կամ 14.8%-ը։ Արգելանք է դրվել 1 միլիարդ 739 միլիոն 386 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, ներկայացնեմ նաև ըստ էության զինված ուժերում վիճակագրական տվյալներ ներկայացնեմ մահվան դեպքերի հետ կապված։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք 40 անձի վերաբերյալ։ 2023 թվականին այդ թիվը եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ, այսինքն ունենք դեպքերի նվազում։ Նշված դեպքերով նախաձեռնվել է 35 քրեական վարույթ։ Դրանցից 5-ը 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ, 7-ը 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման վերաբերյալ, 1-ը դժբախտ պատահարի վերաբերյալ դեպքեր են, 7-ը 7 անձի հիվանդությունների վերաբերյալ դեպքեր են։ Մահացած 40 անձանցից 4-ը սպա է եղել, 12-ը պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը պայմանագրային զինծառայող, 1-ը պահեստազորային, 6-ը աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ։ 35 վարույթից 5-ն ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով, 2-ը միացվել է 1 վարույթում, իսկ 16-ը փոխանցվել է 2025 թվական։ Վերլուծելով 2024 թվականի ընթացքում արձանագրված մահվան ելքով դեպքերը հարկ է արձանագրել, որ նախորդ տարվա գրեթե հավասար դեպքերի պայմաններում 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է մահացած անձանց թիվը։ 2024 թվականի 40 անձի վերաբերյալ արձանագրված մահվան 35 դեպքերից ես արդեն նշեցի 2023 թվականի ընթացքում 59 անձ էր մահացել, միայն 19-ն է կապված եղել զինվորական ծառայության հետ, 2022-23 թվականին 32 դեպք եղել 54 անձանց վերաբերյալ։ Այսինքն դեպքերը նվազել են 13-ով կամ 40.6%-ով, իսկ անձերի քանակի 30-ով կամ 55.5%-ով։ Մնացած 16 դեպքերը կապված չեն եղել զինվորական ծառայության հետ։ Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 311 քրեական վարույթից 300 նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 7-ն ստացվել է այլ մարմիններից։ 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 78 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 163-ը կարճվել է, որից 67-ը ռեաբիլիտացնող, 96-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված 60 քրեական վարույթից 11-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը ավազակության, 10-ը գողության, 1-ը շորթման, 1-ը խուլիգանության, 4-ը թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 26-ը այլ հանցագործությունների դեպքերի արդիվ։ 127 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չառուցելու կամ դադարեցնելու մասին։ Քննված վարույթներով ձերբակալվել է 69 անչափահաս, որից 58-ն ազատվել է արգելանքից, 11 անչափահասի նկատմամբ խափան միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան, որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը մասնակի։ Տնային կալանք կիրառելու 1 միջնորդություն է ներկայացվել այս վարույթներով, որը բավարարվել է, իսկ 2 դեպքում դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք, խափան միջոց կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու, միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքով։ Ներկայացնեմ նաև որոշակի վիճակագրական տվյալներ արդեն անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 2024 թվականի ընթացքում կոմիտեում վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1476 քրեական վարույթ, որից 520-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 956-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 956 քրեական վարույթից 919-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 2-ը անջատված մաս է եղել, 27-ը ստացվել է այլ մարմիններից։ 1476 քրեական վարույթից 115-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ 128 անձի վերաբերյալ։ 2 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով եւ ուղարկվել դատարան։
558 քրեական վարույթ կարճվել է 479 ռեաբիլիտացնող, 79 ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 20 վարույթ փոխանցվել է, ուղարկվել է այլ մարմին, 59 միացվել է, 442 ակտիվ քրեական վարույթ փոխանցվել է արդեն այս տարի 2025 թվական։ Դատարան ուղարկված 115 վարույթից մեկը քննվել է սպանության, 8-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 1-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 27-ը ֆիզիկական ներգործության, 30-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 39-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Դատարան ուղարկված վարույթներից 138 տուժողից 58-ը եղել են մինչև 12 տարեկան, 24-ը 12-ից 14 տարեկան, 28-ը 14-ից 16, 28-ը 16-ից 18 տարեկան։ Կարճված 552 վարույթից 3-ը քննվել է սպանության, 8-ը ինքնասպանության հասցնելու, 10-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 26-ը առողջության միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը մարդուն առևանգելու, 1-ը ազատությունից ապօրինի զրկելու, 105-ը ֆիզիկական դերգործության, 17-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը երեխայի պոռնոկության կամ պոռնոկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 3-ը ծնողներից կամ այլ անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, 4-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 51-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 13-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, իսկ 305-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Կարճված 609 տուժողից 225-ը եղել են մինչև 12, 117-ը 12-ից 14, 130-ը 14-ից 16, 137-ը 16-ից 18 տարեկան։ Ներկայացնեմ նաև որոշակի վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների դեպքերով հակիրճ 2024 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 1548-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 1548 քրեական վարույթից 1510-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 5-ը անջատված մաս է, 24-ը ստացվել է այլ մարմիններից, 1 քրեական վարույթով կայացվել է քրեական վարույթով բժշկական հարկադրանքի վարույթ փոխակերպելու մասին որոշում, 405 քրեական վարույթ 416 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւս 4 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով, 735 քրեական վարույթ կարճվել է, որից 663-ը ռեաբիլիտացնող, իսկ 72-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել է սպանության, 3-ը սպանության փորձի, 6-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 18-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը առողջության թեթև վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 2-ը ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը ֆիզիկական ներգործության, 7-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը այլ հանցագործությունների դեպքերով։ Դատարան ուղարկված վարույթներով 416 մեղադրյալից 300-ը հանդիսացել են կին կամ ամուսին, 24-ը զուգընկեր, 43-ը ծնող տատ կամ պապ, 16-ը քույր կամ եղբայր, 33-ը զավակ կամ թոռ։ Դատարան ուղարկված վարույթներից 443 տուժողից 21-ը եղել են մինչև 12, 9-ը 12-ից 14, 14-ը 14-ից 18 տարեկան, 399-ը 18-ից բարձր տարիքի։ Հարգելի գործընկերներ, ժամանակի սղության պատճառով ես նաև հաղորդման մեջ անդրադարձ էի կատարել նաև քննչական կոմիտեի կողմից վարած կադրային քաղաքականությանը, քննչական կոմիտեի կարգապահական վարույթներով ըստ էության կարգապահական պատասխանության ենթարկված քննիչների վերաբերյալ թվային տվյալներ են ներկայացրել են նաև իրավաբանական վարչության կողմից կատարված եւ միջազգային հարցումներով կատարած աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնք ըստ էության ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել, սակայն ընթացս պատրաստ եմ նաև պատասխանել ձեր հարցերին, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։